Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներին զուգահեռ վերջին տարիներին փոքր քայլերով ոտքի կանգնող գյուղատնտեսության ցուցանիշներն այս տարվա առաջին կեսին դարձյալ նվազել են, գրեթե 12% կրճատում կա։ Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանի նկատմամբ ռուսական սահմանափակումները համընկել են այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պտուղ բանջարեղենի համեմատաբար ավելի փոքր ծավալի բերքահավաքին։ Եվ գուցե նաև այս հանգամանքն էր պատճառը, որ միրգ բանջարեղենի ներկրման սահմանափակումներն անցած ամիսներին լուրջ ցնցումներ չառաջացրեցին։ Ծիրանն օրինակ այդպես էլ չեժանացավ, սակայն առաջիկայում խաղողի բերքահավաքն է ստեղծնել նոր է հասնում։ Խնդիրներն ինչ մասշտաբների կհասնեն առայժմ հնարավոր չէ ասել, բայց Արմավիրի այգեգործներն արդեն ոտքի են ելել, պնդում են, դեղցն իրացնել չեն կարողանում։ 15 տոննա թափած ունեմ, վաղ արդեն կլինի 30 տոննա ամեն օր կան կթանկանա, շատանա։ Ունեմ 90 տոննա դեղց, այդ 90 տոննա պիտի գետին նստեն։ Այգեգործներին 1 կիլոգրամ դեղցի համար 100 դրամ են առաջարկում։ Նյուզեեմի հետ զրույցում նրանք պնդում էին, իրենց ամբողջ տարվա աշխատանքի համար փոքր գումար է, իսկ միրգն արդեն թափվում է ծառերից։ Ես երեք պիտի հավաքեի դեղցը, չհավաքեցի։ Կներեք, երեք չառաջորդ չհավաքեցի, որտեղ ոչ մի չուզեցիմ դեղցը, ոչ մի չերագործ։ Երեք պիտի հավաքի չուզեցին։ Այսօր եմ ուզում հավաքեմ, ասма չեմ ուզում, ասма որտեղ չեմ անում, հավաքես, տանեմ, ինչ պետք է անեմ։ Եկել այս բա, որ խոսքի վաղն է չհավաքենք, էլ արդեն իմաստ չունի։ Արմավիրի համայնքապետի վստահեցումները, թե գործադիրը զբաղվում է այս խնդրով, այգեգործներին չեն համոզում։ Ինչ ես ասում, ռեզուլտատ չկա, ոչ կա։ Կա ռեզուլտատ։ Ռեզուլտատը ո՞րն է հապել է։ Դրա համար եմ եկել ստե։ Ես որ ջոգ ես հարցը չեմ լուծելու։ Ախպեր ես տեղ ուղակի չես եմի գնացել էի։ Արդեն փաստ է Ռուսաստանի քայլերը համընկան Հայաստանում աճած ավելի մեծ քանակի ծաղիկների հետ։ Հունվար-հունիս ամիսներին գրեթե 120 միլիոն հատ ծաղիկ են հավաքել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում քանակը գրեթե 9 միլիոնով պակաս էր։ Լուրջ խնդիրներ ունեն նաև լոլիկ արտադրողները։ Վիճակագրությունը փաստում է, որ այլ շուկաներ գտնելու գործադիրի քայլերը ռուսական շուկան չեն փոխարինել։ Մայիսից սկսած եւ ծաղիկների եւ լոլիկի արտահանումը գումարային արտահայտությամբ ընդհանուր կրկնակի նվազել է։ Հիմա էս ինչ տենում եք, էսի արդեն բանկրոտ ջերմոցա։ Ես բանկրոտ եմ։ Պետք է մեկը լինի, որ ասի ով ինչ ունի, բերեք, խնդրեմ։ Եղբայր, այս ապրանքը համապատասխանում է, որ Ռումինիա գնա, այս գնով համաձայն ես, այո, всё, իշքան բերես տերնենք։ Արտահանման սահմանափակումները ծաղիկների, լոլիկի գների էական նվազման են հանգեցրել։ Ռուսական սահմանափակումների տակ հայտնված ապրանքներից նաև թարմ ձկան գինն է ապես նվազել։ Այս հուլիսին տարեսկզբի համեմատ գնանկումը գրեթե 12%-ի է հասել։ Ձկնաբույսները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ու ահազանգում, ծանր իրավիճակում են։ Ասենք երկրորդ ամիսն է աշխատողներին հələ սենց ոնց ասեմ, չեք ուզում աշխատանքից ազատես, ասես մարդը երկար վաղտա մոտդ աշխատել է, բայց դե ասենք երկրորդ ամիսը պտտվեց արդեն։ Վերջի արտահանումը եղել է մայիսի վերջ, ինչքան հիշում եմ։ Ռուսաստանն արգելել է նաև հայկական մի շարք ալկոհոլային խմիչքների ներկրումը։ Այս շուկայում, սակայն, պաշտոնական վիճակագրությամբ գնանկում չի արձանագրվել։ Անցնող ամիսներին դրանք նույնիսկ թանկացել են։ Չնայած այս սահմանափակումներին, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու արտահանումների հիմնական ուղղությունը։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանից ընդհանուր գրեթե 3.5 միլիարդ դոլարի ապրանք են արտահանել։ Շուրջ 36% կամ ավելի քան 1.2 միլիարդ դոլարի ապրանք ռուսական շուկա է մտել։ Անցած տարվա համեմատ ծավալը նվազել է 4.2%-ով։ Միայն հունիս ամսին, երբ Ռուսաստանի սահմանափակումներն արդեն ուժի մեջ էին, Հայաստանից գրեթե 200 միլիոն դոլարի ապրանք է ռուսական շուկա մտել։ Նույն ամսում դեպի Եվրամիություն արտահանումները գրեթե 56 միլիոն դոլար են կազմել։ Թեև Եվրամիության հետ ապրանքաշրջանառության ծավալներն առայժմ զգալիորեն հետ են մնում, սակայն անցած տարիների համեմատ աճը շեշտակի է։ 2025-ի առաջին կիսամյակի համեմատ արտահանումները գրեթե 2 անգամ են աճել, անցնելով կես միլիարդ դոլարի շեմը կամ ընդհանուրի 15%-ը։ Հիմնական ուղղություններն են Բուլղարիան, Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդներն ու Իտալիան։ Գրեթե կրկնակի աճել են նաև դեպի Չինաստան արտահանման ծավալները, հասնելով գրեթե 530 միլիոն դոլարի կամ ընդհանուրի 15.3%-ին։ Մյուս բոլոր ուղղություններով ընդհանուր հաշվարկով ոչ միայն աճ չկա, այլ ուղիղ հակառակը։ Արտահանման ծավալները կրճատվել են երկնիշ տեմպերով։ Նույնիսկ հարևան Վրաստան ու Իրան այս տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ ապրանք են արտահանել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այսպիսով ամենաթարմ տվյալներով Հայաստանից արտահանումների ամենախոշոր ուղղությունը Ռուսաստանն է, ապա Չինաստանը, երրորդ տեղում Եվրամիությունն է։ Թե կոնկրետ որ ապրանքների արտահանման հաշվին է Ռուսաստանը շարունակում առաջին տեղում մնալ, պարզ կլինի առաջիկայում, երբ պետական եկամուտների կոմիտեն ապրանքների վերաբերյալ վիճակագրությունը հրապարակի։